Պարոն Խաչատրյան, մասնակցել եք վաղարշաբաթ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների քարոզարշավին։ Կխնդրեմ ձեր տպավորություններով կիսվեք մեզ հետ։ Արդյոք ձեր տպավորությունները ձեզ թույլ տալիս են կանխատեսելու, որ քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններում հաջողություն է արձանագրելու։ Շնորհակալություն հարցի համար, այո, 1-2 անգամ մասնակցել եմ քարոզարշավին եւ իմ տպավորությունը այն է, որ մենք հաստատ հաղթանակ կարձանագրենք վաղարշաբաթի ընտրություններում եւ դա երևում է նաեւ մարդկանց տրամադրվածությունից, համայնքի բնակիչներից եւ ես լիահույս եմ ու իմ հույսերը հիմնավորված են, որ անպայման հաղթանակ ենք արձանագրելու մի քանի ժամ անց։ Պարոն Խաչատրյան, ձեր դիտարկմամբ վաղարշաբաթին ձայն տալով քաղաքացիական պայմանագրին հանուն ինչի է քվեարկելու, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը 8-ն են։ Քաղաքացիական պայմանագիրը ինչով է առանձնանում մնացած 7-ից։ Տեսեք, նման պայմաններում ընդդիմությունը մի հույս ունի, մաքսիմում փոշիացնել ձայները, ով ինչքան կարող է տանել, եւ ասենք Գյումրիի սցենարն են նրանք փորձում իրականացնել բոլոր տեղերում, ինչպես նաեւ այստեղ, բայց տեսեք, բազմաթիվ վաղարշաբաթի բնակիչներ կան, որոնք ընկերներ են, շփումներ կա եւ անկախ ամեն ինչից, երբ որ նրանց հարցնում եմ դուք հանուն ինչի եք քվեարկելու եւ նրանք մի պատասխան են տալիս, պատասխանը հետեւյալն է հիմնականում, որ Արգիշտի Մեխակյանի ընտրած կարգախոսը շատ բնորոշ է հենց Արգիշտի Մեխակյանին եւ նրա թիմին։ Աշխատասիրություն, ազնվություն եւ հոգատարություն եւ շատ կարեւոր է, որ նրանք այդ կարգախոսը տեսել են արդեն Արգիշտի Մեխակյանի աշխատանքը Խոյ համայնքում, տեղյակ են եւ որևէ բան ապացուցելու չկա, շատ բան չկա ապացուցելու, արդեն մարդիկ տեսել են եւ գտնում են, որ կարգախոսը ամբողջությամբ համապատասխանում է հենց մեր տեխնացուին Արգիշտի Մեխակյանին։ Պարոն Խաչատրյան, վստահ եմ ուշադիր հետևել եք քարոզարշավի ընթացքում ծավալված քարոզչությանը, հակաքարոզչությանը, պարոն Մեխակյանի վերաբերյալ արհեստական բանականությամբ գեներացված հոլովակներ եւ այլն, եւ հիմնական շահարկվող թեման այն էր, որ Մեխակյանը որդին է մի մարդու, որը Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին է մասնակցել, բայց այսօր փաստորեն միացել է մի թիմի համայնքապետի տեխնացու է, որը հանձնել է Արցախը։ Ձեր դիտարկմամբ այս հակաքարոզչությունը որևէ կերպ կարող է ազդել ընտրողի վարքի վրա, ապա կողմնորոշել նրան կամ կողմնորոշել ընտրել, չգիտեմ, ընդդիմադիր որևէ տեխնացու։ Նման բանասողները ցածր ինտելեկտի տեր մարդիկ են եւ չեմ ուզում ասեմ գործիչներ, որտեղ նրանք գործիչ չեն եւ պետք է ասեմ, որ երբևէ Արգիշտի Մեխակյանը դա այդ իրողությունը չի օգտագործել իր համար, բայց այդ իրողությունը, երբ որ թեկուզ ընդդիմությունն է նշում, դա ոչ թե հակաքարոզչություն է, այլ քարոզչություն։ Այո, Արգիշտի Մեխակյանի հայրը պայքարելով հանուն հայրենիքի, հանուն Լեռնային Ղարաբաղի զոհվել է, եւ սա ոչ թե հակաքարոզչություն է, այլ քարոզչություն է։ Եվ սա նաև մեծ հարգանք է ստիպում ունենալ Արգիշտի Մեխակյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ եւ ոչ թե հակառակը։ Պարոն Խաչատրյան, հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը պարբերաբար իր հարցազրույցներում խոսում է այն մասին, որ իրենք ոչ թե Գյումրի 2 սցենարի ակնկալիք ունեն, այսինքն ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միավորում եւ քաղաքապետի ընտրություն, այլ իրենք ակնկալում են մերձավան 2, այսինքն բացարձակ հաղթանակ։ Ըստ ձեզ նման սցենար հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ եւ Դաշնակցություն կուսակցության հովանավորյալ դաշինքի առաջին համարը բացարձակ հաղթանակ տանի։ Ես բացառում եմ, որ նման իրավիճակ կարող է առաջանալ։ Իրականում բացառում եմ։ Իսկ ինչ վերաբերում է, որ ձայները փոշիացնեն, հույս ունենալով մի քանի ուժեր միավորվեն եւ հաղթանակ տանեն, տեսեք, այս դեպքում նաեւ
Դա նույնպես բացառում է, նոման բան չի լինելու, ես վստահ եմ, որ հաղթանակ է գրանցվելու 51%-ով, 50+1%-ով, բայց տեսեք, նման դեպքերում համայնքի բնակչությունն է տուժում, տեսեք Գյումրիում ամենից շատ ձայնը հավաքեց ԿՊԻ տեխնացուն, տես Սարիկ Մինասյանը, բայց դառավ քաղաքապետ մի մարդ, որը մոտ 2 անգամ պակաս ձայն էր հավաքել, եւ սա ինչ է նշանակում, նշանակում է, որ բնակչության մեծ մասը, որակյալ մեծամասնությունը այդ մարդը դեմ է եղել։ Ստացվում է այնպես իրավիճակ, որ ղեկավարում է մի մարդ, որին ամենից շատ դեմն են եղել այդ համայնքում։ Դա շատ վատ իրավիճակ է։ Ես բացառում եմ, որ վաղաշաբաթում մենք նման իրավիճակ կարող ենք ընդհանրապես քննարկել։ Թերևս վերջին հարցը Գյումրիի քաղաքապետի կալանավորումը եւ նրան առաջադրված մեղադրանքը նրա քաղաքապետ դառնալուց ամիսներ անց ըստ ինչ ուղերձ է վաղարշաբաթի ընտրողին եւ ընդհանրապես ողջ հանրապետության ընտրողներին։ Տեսեք, ոչ թե սա ուղերձ է վաղարշաբաթի ընտրողներին կամ հանրապետության մյուս ընտրողներին, սա ուղերձ է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին, կլինի քաղաքացի կամ ոչ քաղաքացի, որևէ կապ չունի։ Ուղերձ է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առջև հավասարության սկզբունքը ամբողջովին գործում է, որ Հայաստանը իրավական պետություն է, որ Հայաստանում հովանավորչությունը հետապնդվում է օրենքով եւ ով ուզում է լինել, ինչ քաղաքական գործիչ, ինչ ռեսուրսներ, չգիտեմ, սոցիալական դրություն կամ ֆինանսական վիճակ ունեցող մարդ, ով ուզում է լինել, օրենքի առաջ հավասար է եւ եթե նրանք խախտում են օրենքները, հատում են այն գիծը, որից անդին այդ արարքները համարվում են հանցագործություններ կամ իրավախախտումներ, անպայման վրա է հասնելու պատասխանատվությունը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։